Մարտունի համայնքի բնակավայրի հետ կապված այնուամենայնիվ չնայած դուք մի քիչ ավելի ներքև եք Բերդ Նավուր Թթուջուր ճանապարհից Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 30%-ով ավելացել է այս տարի եւ այս ճանապարհը կարեւորագույն զբոսաշրջային ճանապարհներից մեկն է իմիջիայլո ձեզ մի անգամ Դիլիջանի կողմից բարձանում եք թե հետո նաեւ իջնում եք ամեն Գոշավանքի կողմից որ ստեց Գոշավանք քանի կիլոմետր է հա մի 20 հա մի 25 կիլոմետր Գոշավանքից որ բարձրանում ենք ամեն կիլոմետրի վրա շինարարություն կա ամեն կիլոմետրի վրա շինարարություն կա զբոսաշրջային ռեստորան են սարքում են սարքում են սարքում ու նաև Գոշավանքից անցնողը ոչ միայն միջև Գոշավանքի խաչմերուկ այլև Գոշավանքից դեպի Մարտունի եկող Այդ նշանակում է, որ process-ները զարգանում են եւ այս ճանապարհը նոր գալիս ենք եւ ավտոբուսի մեջ ենք քննարկում, որ այս ճանապարհը Հայաստանի ամենագեղատեսիլ հատվածներից մեկն է, որը դեռևս բացահայտված չի։ Այն մարդիկով առաջ անգամ, ես օրինակ առաջ անգամ, որ դա շուտ է եղել տարիներ առաջ, գնա, սա Հայաստանի բացահայտումը, որովհետև այստեղի բնությունը ոչ մի ուրիշ տեղի բնության նման չի։ Եվ մեր խնդիրն է, որ դուք այստեղ ապրեք, այստեղ ավելի ու ավելի շատ, այսօր մենք Մարտունի բնակավայրում մենք կրթահամալիր ենք կառուցելու, սկսել է շինարարությունը թե դեռ չէ։ Սկսվելու է եւ մանկապարտեզի ծրագիր մենք ունենք, մեզ պետք է եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ավելի Մարտունի, Թթուջուր, մյուս ճամբարակ խոշորացված համայնքում ավելի ու ավելի ամուր արմատներ ձգեք այս հողում, որ ու լավ ապրելու համար, ժողովուրդ ջան, պետք չի լինելու գնալ ուրիշ տեղ, լավ կյանքն է գալուս եւ գալիս աստեղ, դուք այլևս լավ կյանքի համար ուրիշ տեղ գնալու անհրաժեշտություն պիտի չունենաք, եւ այո, լավ կյանքը գալիս է լավ ճանապարհի հետ, լավ դպրոցի հետ, լավ մանկապարտեզի հետ, լավ տնտեսության հետ, զբոսաշրջության թվի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար